Ադրբեջանից Հայաստան վերադարձած խաղաղության կամուրջ գցող փորձագետները հարյուրավոր պատճառներ ունեն Բաքու կամ Գաբալա չգնալու, այստեղ մեր երկրում ադրբեջանցիներին չընդունելու համար, բայց դրա փոխարեն առաջ են բերում ընդամենը մեկ հիմնավորում, թե ինչու պետք է փոխայցելությունները շարունակվեն։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Ժամանակին Իլհամ Ալիևը այդպիսի ելույթ ուներ, որ ինքը թույլ չէր տալիս բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ եւ բարեգործությամբ, մասնակցել ծրագրերի եւ հայերի հետ հարևանություն կառուցել։ Ես չեմ կարծում, այդ հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը փոխվել է, ուղղակի ինքը հատուկ ընտրել է մարդկանց, որոնք ներկայացնում են կոնկրետ ադրբեջանական թեզեր, ասել են հիմա դու այսօրվանից կլինես քաղաքասարակություն ու կգնաս կհանդիպես հայերի հետ ու նենց կանես, որ մենք ձևացնենք թե խաղաղություն են կառուցում։ 2020 պատվիրակությունների պատասխան հանդիպմանը հայ փորձագետները ադրբեջանական Գաբալա հասել էին ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին եկել Ծաղկաձոր, սահմանազատված, սահմանագծված միակ ճանապարհը կտրելով։ Եթե ամփոփ, ապա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում պաշտոնյաների հետ հանդիպմանը միևնույն թեզն են լսել եւ այստեղ եւ այնտեղ քաղաքասարակությունների ներկայացուցիչներին վստահեցնում են, նույնիսկ համոզում, թե խաղաղությունն արդեն հաստատված է, հիմա միայն հողին է փորձում կանգնել։ Մենք շատ հաճախ խոսելով դետալներից, շատ հաճախ խոսելով process-ից, շատ հաճախ խոսելով ուրեմն մեր ամենօրյա լրահոսից ընդհանուր պատկերը ինչ որ չափով լողոզում ենք կամ մոռանում ենք։ Լրահոսի մասին փորձագետները դեռ կխոսեն, բայց եթե նրանց Հայաստանի ու հատկապես Ադրբեջանի իշխանությունները համոզում են, թե երկու երկրների միջև խաղաղությունն արդեն իրողություն է, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերի փաստը ինչի մասին է վկայում, հայ փորձագետներն այս թեմայով անկաշկանդ զրուցել են ադրբեջանցիների հետ։ Շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ։ Երկու հասարակություններն էլ իրենց ընկալումները ունեն այս հարցի շուրջ։ Մի կողմի համար սա վրեժխնդրության, միջազգային հումանիտար իրավունքի խախտման մասին է, մյուս կողմի համար սա շատ այսպես պարզ հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ է։ Կամ գործընթացը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դատախազության այսպես ասած ճակատավոր եզրակացությունը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես ճակատավոր ֆաշիստական պետություն, այդ մարդկանց ներկայացնել այդպեսին։ Ինչ վերաբերում է ադրբեջանական մեդիայում շրջանառությունից այդպես էլ դուրս չեկող հակահայկական նարատիվներին, միայն վերջին 5 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական Ազերթաչ լրատվական գործակալությունը 161 հոդված է հրապարակել Հայաստանն անվանելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Հիմա քննարկում ենք արդյոք մենք ուրեմն մի թեզ, որը որ անիրատեսական է, անհնարին է եւ բացահայտ քարոզչական է, ոչ չեն քննարկում, որտեղ դրա իմաստը չկա, որովհետեւ չկա աշխարհերեսին հնարավորություն, որ Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, Միացյալ Նահանգները չէ, աշխարհերեսին որևէ պետություն կարողանա կազմակերպել, որպեսզի Հայաստանում 300,000 ադրբեջանցի տեղափոխվի ու բնակվի։ Կոնկրետ այս դեպքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզը դեռ 90-ականներից եղել է, բայց վերջին տարիներին նոր թափ է ստացել։ Հետևաբար իրենք դա հիմնականում օգտագործում են չեզոքացնելու համար վերադարձի նարատիվը հայկական կողմից։ Ադրբեջանագետը սակայն հակադարձում է, Ալիևն այս թեզն օրակարգ բերեց 2022-ի տարեվերջից, կոնկրետ Պրահյան հանդիպումից հետո, երբ հայկական կողմը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ալիևի ելույթում կա, որ շեշտում է, որ այս թեման բարձրաձայնվում է մենակ նրա միջոցով, որովհետև Արցախի թեման փակված է։ Բայց բացի դա, այստեղ շատ մի մեծ տրամաբանական թակարդ կա։ Այստեղ խնդիրը վերադարձի կամ ինչ-որ տես իրավունքների մասին չէ։ Այստեղ խնդիրը այն է, որ Ադրբեջան պետությունը Հայաստանի Հանրապետության տարածքն պետական մակարդակով քարոզում ու ներկայացնում է որպես իր պատմական հող։ Հայ-ադրբեջանական քաղաքասարակությունների հանդիպումները շարունակվելու են, ադրբեջանցիները Երևան են գալու, մեր փորձագետները Բաքու են գնալու։ Միայն թե ժամկետների շուրջ պայմանավորվածություններ չկան, որոշ ժամանակ դադար են վերցնում։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, ուշադրության կենտրոն ներքաղաքական զարգացումներն են գալու։ Ադրբեջանում էլ են սպասում մեր ընտրությանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։